Ընտրում տրված է անտառ, որում ապրում են 40 կենդանիներ, աղվեսներ, գայլեր եւ արջեր։ Ամեն տարի նրանք կազմակերպում են դիմակահանդես, որին հագնում են դիմակներ, բայց ամեն կենդանին հագնում է այլ կենդանու դիմակ, հա։ Աղվեսը օրինակ հագնում է գայլի կամ արջի դիմակ, ընդ որում հաջորդ տարի չի հագնում այն դիմակը, որ հագել էր անցած տարի։ Իսկ եթե աղվեսը օրինակ մի տարի հագել է գայլի դիմակ, մյուս տարի հագնելու է արջի դիմակ, որպեսզի չկրկնվի։ Հայտնի է, որ նախորդ տարի 18 կենդանի եղել է աղվեսի դիմակով, 22-ը գայլի, իսկ այս տարի 15 գայլի, 10 աղվեսի եւ 15 արջի։ Մեզնից պահանջում է գտնել, թե քանի գայլ է ապրում անտառում։ Դե նախ հասկանանք, թե ինչ տարբերակներով կարող էր դիմակ հագնել կենդանիներից յուրաքանչյուրը։ Սա թող լինի առաջին տարին, դա էլ երկրորդ տարին։ Դու սկսենք գայլերից, որովհետև գայլերի քանակն է պետք, երևի նրանց սկսելը տրամաբանական է։ Գայլը առաջին տարին ուներ երկու տարբերակ, կամ հագնել աղվեսի դիմակ, կամ հագնել արջի դիմակ։ Ինչ կլիներ դրանից հետո երկրորդ տարին։ Դե գայլը երկրորդ տարին չէր կարող կրկնվել եւ աղվեսի դիմակ հագնել այս դեպքում, եթե աղվեսի դիմակ էր հագել առաջին տարին, իր դիմակն էլ չէր կարող հագնել, պետք է ուրիշ կենդանու դիմակ հագներ, ուրեմն ստիպված գայլը մյուս տարի կհագնի արջի դիմակ։ Իսկ այն գայլը, որ առաջին տարին արջի դիմակ էր հագել, ստիպված կհագնի աղվեսի դիմակ։ Բայց այստեղից պարզ է դառնում խնդրի տրամաբանությունը։ Յուրաքանչյուր կենդանի հագնում է տարիներից մեկը մյուս երկու կենդանիներից մեկի դիմակը, հաջորդ տարի էլ մյուսի դիմակը, հա։ Այսինքն հագնում է կոնկրետ գայլը թե աղվեսի, թե արջի դիմակ երկու տարիներում էլ։ Այժմ տեսնենք, թե ինչ կանի աղվեսը։ Աղվեսը նույն ձևով կարող է առաջին տարին հագնել կամ գայլի, կամ արջի դիմակ, եւ հաջորդ տարին էլ հագնելու է մյուս, եթե գայլի դիմակ էր հագել, ստիպված կհագնի արջի, եթե արջի դիմակ էր հագել, կհագնի գայլի։ Եվ վերջապես հասկանանք, թե ինչ կարող է անել արջը։ Արջն էլ առաջին տարին կարող է հագնել գայլի դիմակ, երկրորդ տարին կարող է հագնել այդ դեպքում կարող է հագնել աղվեսի դիմակ, իսկ եթե առաջին տարին գայլի դիմակ չէր հագել, այլ աղվեսի դիմակ էր հագել, երկրորդ տարին կհագնի գայլի դիմակ։ Դե հասկանանք, թե ինչ տարբերակներ ունենք այստեղ։ Նկատենք, որ գայլերը գայլի դիմակ երբեք չեն հագել, ոչ առաջին տարին, ոչ երկու տարին։ Այսինքն կարող ենք ասել, որ այն 22 կենդանին, ովքեր գայլի դիմակով էին առաջին տարին, հաստատ գայլեր չէին։ Դրանք կամ այն աղվեսներն էին, որոնք հագել էին առաջին տարին գայլի դիմակ, կամ էլ այն արջերն էին, որոնք առաջին դիմակահանդեսին հագել էին գայլի դիմակ։ Այս երկու խմբերը միասին 22 կենդանիներ էին։ Չգիտենք արջեր թե աղվեսներ, հնարավոր է 22-ից 10-ը աղվեսեր, 12-ը արջ, հնարավոր է հակառակը, ինչ քանակ ուզում է կարող լինել, բայց գիտենք, որ դրանք հաստատ գայլ չէին եւ հաստատ այս երկու խմբից էին, գայլի դիմակ հագնողների խմբից էին։ Երկրորդ տարին գայլի դիմակ կրկին գայլերից ոչ մեկը չի հագել, բայց չեն հագել նաեւ այս երկու խմբի աղվեսներն ու արջերը։ Չէ՞ որ նրանք առաջին տարին գայլի դիմակ էին հագել։ Ու երկրորդ տարին արդեն գայլի դիմակ են հագնում այն աղվեսները, որոնք առաջին տարին արջի դիմակ էին հագել, եւ այն արջերը, ովքեր առաջին տարին աղվեսի դիմակ էին հագել։ Այսինքն այս երկու խմբերը։ Ու դրանք միասին կլինեն 15-ը։ Ու նկատենք, որ մենք նման կերպով ընտրեցինք բոլոր աղվեսներին եւ բոլոր արջերին։ Բոլոր աղվեսները եւ բոլոր արջերը կամ առաջին տարին, կամ երկրորդ տարին հագել են գայլի դիմակ, բայց միաժամանակ նույն երկու տարին հագնել չեն կարող, որովհետեւ կկրկնվեին։ Այսինքն յուրաքանչյուրը ճիշտ մեկ անգամ է հագել կամ առաջին տարին, կամ երկրորդ տարին։ Ուրեմն այս 37 գայլի դիմակ կրած կենդանիները դրանք բոլոր աղվեսներն ու արջերն էին։ Ահա։ Ու տակը մնաց 3 կենդանի։ Այսինքն եթե 40-ից հանենք 3, կստանանք, որ 37 կստանանք, որ 3 գայլ է եղել անտառում, դա էլ կլինի մեր խնդրի պատասխանը։